Շնորհակալ եմ շատ այս հարցի համար, որովհետև կարծում եմ, որ ընդհանրապես ազատությունից զրկված անձանց եւ մի շարք այլ խմբերի իրավունքների պաշտպանությունը պետք է բոլորի ուշադրության կենտրոնում լինի։ Մի շարք դեպքերում մենք գործ ենք ունենում մի փոքր այլ իրավիճակների հետ։ Պայմանների հետ կապված ես պարբերաբար եմ խնդրին անդրադառնում, ընդ որում ազատությունից զրկված անձանց պայմանները ոչ միայն քրեակատարողական հիմնարկներում, այլ մի շարք նաև այլ հաստատություններում, ընդ որում այսօր առավոտյան, եթե չեմ սխալվում, պիտի որ արդեն հրապարակած լինենք կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները դատարանների խցերի հետ կապված, որտեղ պահվում են անազատության մեջ գտնվող անձինք։ Նշեմ, որ ժամանակի կտրվածքով այս առումով իհարկե մեր հանրապետությունում, եթե շենքային պայմանների առումով հիմա խոսենք, որոշակի զարգացումներ տեղի ունեցել են, ավելին ասեմ, վերջին տարիներին օրինակ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, մի շարք այլ քրեակատարողական հիմնարկներում եւս վերանորոգման լայնածավալ աշխատանքներ իրականացվել են, բայց բնականաբար դա չի կարող լինել, այսպես ասած, միակ համակարգային միջոցը խնդիրները լուծելու, նախ շենքային պայմանների հետ կապված հարցերը պիտի լուծվեն, օրինակ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի շենքը իմ խորին համոզմամբ ամբողջությամբ փոփոխության է ենթակա, որովհետև ես չեմ կարծում, որ նույնիսկ այդտեղ վերանորոգման աշխատանքները կարող են որևէ արդյունք տալ։ Հետևաբար շենքային պայմանների առումով իրավիճակը այսպիսին է։ Մնացյալ, եթե շատ ավելի նեղ հարցեր են ձեզ հետաքրքրում, կարող եմ դրանց եւս անդրադառնալ։ Իսկ այդ որ ասեցինք անհրաժեշտություն կա նոր կապոտ կառուցելու, դրա մասով օրինակ ինչ-որ քննարկումներ արդեն իրականացվում են։ Այո, նաև ուրախ եմ այն տեսանկյունից, որ այն բոլոր հարցերը, որ բարձրաձայնում եմ, այդ թվում ես քրեակատարողական հիմնարկների հետ կապված, կարծես թե իրենց արձագանքը ստանում են պետական մարմինների կողմից եւ օրինակ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հետ կապված հարցը հատուկ քննարկման առարկա դարձվել է։ Կարող եք իհարկե շատ ավելի մանրամասն տեղեկատվություն արդարադատության նախարարությունից ստանալ, բայց միանշանակ հարցը քննարկվել է։ Պարզապես այս փուլում արդեն կարևորում եմ ոչ միայն հարցի քննարկումը, այլ նաև հարցի հետ կապված վերջնական ոչ թե որոշման կայացումը, այլ փաստացի գործողությունների իրականացումը։ Տիկին Մանասյան, դուք ինչպես կգնահատեք իրավապահների աշխատանքը, թե ուսել հիմա ասենք կոռեկտ չէ գործընկերների աշխատանքի վերաբերյալ գնահատական տալը, բայց երեք աղմուկահարույց միջադեպը Աջափնյան վարչական շրջանում տեղ ունեցած, դրան նախորդել են այլ դրվագներ մարդիկ են կյանքից զրկվում եւ ըստ էության իրավապահները բնակիչները մեծ ցույցում նշում են ինչքան ոստիկանների թիվը ավելանում է, այնքան նման միջադեպերի թիվն է ավելանում։ Դուք գոհ եք իրավապահների աշխատանքից կամ տարվող աշխատանքներից, թե բացատրական աշխատանքներից։ Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում։ Ցավոք, տարատեսակ իրավիճակներում գործ ենք ունենում նման բացասական երևույթների ու միջադեպերի հետ։ Կարծում եմ, որ տարբեր մարմինների աշխատանքին ես բազմիցս նաև հրապարակային եմ անդրադառնում, իհարկե իմ լիազորությունների շրջանակներում անդրադառնալով այն դեպքերին, երբ իրավունքների խախտման հետ ենք գործ ունենում կամ առերևույթ խախտումների տարբեր այդ թվում իրավապահ մարմինների հետ կապված աշխատանքների առումով, բայց կուզենամ մի փոքր ավելի լայն հարցի վերաբերյալ խոսել, մասնավորապես ձեր կողմից հիշատակված տարբեր երևույթներ, այդ թվում երեկվա տեղի ունեցած միջադեպը, մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության եւ մշակույթի հետ կապված խնդրահարույց այսպես իրավիճակի արդյունք է եւ համարում եմ, որ այդ առումով թե կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, բայց բնականաբար նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն։ Ես կանխարգելիչ աշխատանքների մասին չեմ կարող խոսել, որովհետև գործ եմ ունենում սովորաբար իրավունքների խախտումների հետ կապված դեպքերի առումով, դրանց պարբերաբար եմ անդրադառնում դարձյալ, թե անհամաչափ կիրառում երեխաներից սկսած բոլոր իրավունքները խախտում են։ Ոչ մեկ երաշխավորված կրակոցներից մեկ իրենց չէ։ Որոնք այս առումով արդյոք չի թերացել իրավական համակարգը։ Գուցե մենակ խախտումների մասին եք արձանագրում, բայց գուցե կարելի է նաև քիչ գործողություններ իրականացնել։ Շատ կարևոր հարց եք բարձրաձայնում եւ բնականաբար դրա մասին թե դուք եք խոսում, թե ես, թե բոլորս ենք խոսում։ Հիմա որպես քաղաքացի ես կարող եմ ինչ-որ մտքեր արտահայտել, բայց իմ լիազորությունների շրջանակներում գնահատական ներկայացնել կանխարգելիչ միջոցառումների հետ կապված չեմ կարող։ Այն, որ մենք ունենք այդպիսի իրավիճակ, դա արդեն իսկ նշանակում է, որ կան խնդիրներ, այսինքն բավարար չի բոլորիս կատարած աշխատանքը, որովհետեւ օրինակ այն կոնտենտը, որ տարածում ենք, այդ թվում հրապարակային եղանակով տարբեր
տարբեր հարաբերությունների, հարցերի հետ կապված, այն լեզուն, որը ամեն օր կիրառում ենք, ինքը միանշանակ նպաստում է նաև նման երևույթների ավելի զարգացման, այսինքն հիմա հարցի երևույթի մասին կարող եմ շատ երկար խոսել, բայց այն, որ դրա հետ կապված պայքար պետք է մղել ընդ որում ոչ թե միայն իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակներում, այլ յուրաքանչյուրս նաև մեր դերակատարությունը ու գործառույթը նկատի ունենալով միանշանակ է։ Ֆինանսի կնոջ հետ կապված որևէ բան հաջողվեց ձեզ բարձր, որ Հայաստանի ԱԱՑ-ն սպառնում էր ուղարկել կամ որտեղ նրան կախաղաներ, սպասվում եւ նաև սպառնում էին ուղարկել Ադրբեջան, որտեղ մարդու իրավունքները կողքորեն խախտում են, դուք ինչ բարձրացիք։ Նշեմ, որ այս հարցի հետ կապված մենք ոչ թե պարզապես հարցի առնչությամբ տեղեկատվությունը ստացել ենք, այլ նաև զբաղվել ենք այս խնդրով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, որ անձը զգայուն վիճակում է գտնվում, բնականաբար որևէ տեղեկատվություն հրապարակային, այդ թվում մեր գործողությունների հետ կապված չենք տարածել, որովհետև դա կհակասի նաև միջազգային տարբեր կոնվենցիաների, այդ թվում ապաստան հայցողների, փախստականների եւ այլ խումբ անձանց հետ կապված Պարզելու առումով նշեմ, որ առաջնահերթ խնդիրը բնականաբար այն էր, որպեսզի անձի իրավունքները չխախտվեն այն դիտանկյունից, որ չհայտնվի այնպիսի իրավիճակում, որը կարող է վտանգավոր լինել հենց իր կյանքի համար, բնականաբար այդ առումով մեր գործառույթները իրականացրել ենք, գործողությունները իրականացրել ենք։ Այս փուլում սրա հետ կապված այսքանը։ Հայաստանում է։ Ես չեմ կարող սրա վերաբերյալ կներեք, էլի տեղեկություններ հաղորդել։ Հայտարարություն իրանցի կնոջ կողմից եւ ունեն ձեր կողմից կներեք, բայց գրեթե բանի հետ կապված ոչինչ չասող պատասխան եւ հիմա մենք չգիտենք այդ կնոջը ուղարկել են Կախաղանին, չեն ուղարկել Հայաստանում կամ չունեն ԱԱՑ, սպառնում են էլի թե չէ, բան եք։ Կներեք, բայց որպես մարդու իրավունքների պաշտպան նախ ես չեմ կարող պարզապես այսպես նայել, ասել, հա, ինչ լավ է մարդուն ուղարկել են Կախաղանի եւ բնականաբար մինչ այդ ես իմ տեսակետը այդ թվում միջազգային կարգավորումների եւ չափանիշների հետ կապված բնականաբար նաեւ պաշտոնապես ներկայացնում եմ, բայց ինչ վերաբերում է հարցի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելուն հրապարակային, նկատի ունեցեք, սա զգայուն հարց է, ընդ որում ոչ միայն իմ տեսանկյունից, ընդհանրապես միջազգային կոնվենցիաներ Հիմա եթե օրինակ ձեր տեսանկյունից խնդրահարույց չէ դրա մասին խոսելը, իմ տեսանկյունից խնդրահարույց կդառնա, որովհետև ես մարդու իրավունքների պաշտպանության հարցերով եմ զբաղվում։ Հետևաբար, եթե հարցի հետ կապված ուզում եք տեղեկատվություն ստանալ, թե արդյոք կինը Հայաստանում է, Հայաստանում չէ եւ այլն, դրա հետ կապված բնականաբար տեղեկատվությունը իհարկե տեղեկատվության տիրապետողը հիմնական մենք չենք, բայց կարող ենք անձից հարցնել իր համաձայնությունը եւ հասկանալ հնարավոր է նման տեղեկատվություն ձեզ փոխանցել, թե հնարավոր չէ, բայց հրապարակային դրա վերաբերյալ ես չեմ կարող խոսել։ Մենք տեսնում ենք ԱԱՑ-ն գործառույթների ըստության չարաշահում է, մեկ այս կնոջն է սպառնում ուղարկել Կախաղանին իրան, մեկ գնում հոգևորականների արստի տեքստում փոփոխություններ անել, ձեզ մտահոգում է սա, թե ոչ, եւ օրինակ Ղարաբաղյանիստների ալիճում երբևէ Անդրանիկ Սիմոնյանին հետ քննարկում եք ես իրավիճակահարցում են, ես ինչ է կա։ Ես հարցի հետ կապված կարծում եմ նաև հրապարակային եմ բազմիցս խոսել, հատկապես մեր տիպի հետխորհրդային երկրների պարագայում, որտեղ իրավապահ մարմինների, այդ թվում անվտանգության ծառայությունների եւ տարբեր այլ իրավապահ մարմինների հետ կապված կան որոշակի ընկալումներ, որոնք ինչ որտեղ նաեւ օբյեկտիվ են հիշողության տեսանկյունից, այս մարմինները պետք է ոչ միայն պարզապես զգույշ լինեն, այլ նաեւ շատ զգայուն լինեն իրենց լիազորությունների իրականացման առումով, հետեւաբար ես հրապարակային ոչ միայն հարցի վերաբերյալ խոսել եմ, հիմա էլ կարող եմ հորդորել գործընկերներին, նույնիսկ եթե որևէ լիազորություն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, իրավասությունների շրջանակներում, դրանք պետք է իրականացվեն շատ զգայուն եղանակով եւ բացառապես այն դեպքերում, երբ դա թույլատրելի է օրենքով։ Ձեր համար էլ է Գարեգի երկրորդը ոչ կաթողիկոս։ Ես այս հարցին եմ բազմիցս անդրադարձել, ես մարդու իրավունքների պաշտպանն եմ, որը որևէ իրավասություն չունի, որևէ մեկին ճանաչելու կամ չճանաչելու եկեղեցու ղեկավար, կրոնական կազմակերպության ղեկավար եւ այլն։ Ես պաշտպանում եմ նրանց իրավունքները եւ զբաղվում եմ իրավունքների պաշտպանությամբ։ Իրավունքները խախտված են, թե խախտված չեն, հաշվի առնելով դեպի ունեցող զարգացումները եւ օրինակ գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ օրինակ ինքը չի տվել ազգի որպես կաթողիկոս
կաթողիկոս, նրա նկատմամբ հարցում եք իրական գործեր եւ այլն։ Հիմա ձեր կարծիքով կաթողիկոսի իրավունքները խախտված են, պլանավորում եք նրա հետ հանդիպում թե ոչ։ Ես խնդրի վերաբերյալ բազմիցս խոսել եմ, հատուկ շեշտադրել եմ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը հարգելու կարևորությունը։ Սրա վերաբերյալ կարծում եմ նոր չէ, որ արտահայտվում եմ, առավել եւս վերջին իրադարձությունների հետ կապված, որոնք վերաբերել են դատական ակտը չկատարելու հիմքով քրեական վարույթ նախաձեռնելուն, քրեական հետապնդումներին, հատուկ խոսել եմ այն հարցի մասին, որ թեև մենք հիմա գործ ունենք դատական ակտի մասին եւ բոլորս ենք ինչ որ առումով սահմանափակված հարցի վերաբերյալ շատ ավելի կոշտ դիտարկումներ ներկայացնելու հանգամանքով, բայց առնվազն Հայաստանը կաթողիկոս ունի թե ոչ։ կներեք, ես այն մարդը չեմ, որ հիմա ձեզ կարող է ասել այս մարդ այս կրոնական կազմակերպության ղեկավարն է, կաթողիկոսն է, թե ոչ, ես պաշտպանում եմ նշված անձանց իրավունքները։ Տեսեք, դուք կրոնական ազատությունից եք խոսում, Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու ընտրված օդյալ կաթողիկոսը Գարեգին երկրորդն է, բայց հիմա օրենսդրությունը եւ հիմա հարցը ինչու՞ է Հայաստանի։ Բայց այդ հարցը ինչու եք ինձ տալիս, դա եմ ասում, ես չեմ կարող այդ հարցին պատասխան տալ։ Բայց մարդու իրավունքների պաշտպան եմ, ոչ թե կրոնական կազմակերպությունների։ Կներեք, կներեք, բայց տեսականով կներեք էլի տեսական ձևակերպումներին չկապ ունեն, եթե հենց հիմա դուք եք ինձ տեսական հարց տալիս, խոսելով այն մասին, թե օրինակ արդյոք ընդունում եք այս կրոնական կազմակերպության ղեկավարին, թե ոչ։ Պաշտպանող եք, ասեմ Անահիտ Մանասյանը, ձեզ հարցնում եմ Հայաստանի կաթողիկոսը ով է։ Դուք ինձ չեք հարցնում, թե Հայաստանի կաթողիկոսը ով է, եւ երկրորդը ես չեմ կարծում, որ որպես մարդու իրավունքների պաշտպան ես պիտի պատասխանեմ նման հարցերի, որովհետեւ ես ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպություն, որը օրենքով սահմանված կարգով գրանցված է, ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպության ներքին շրջանակներում կայացված իրավաչափ եղանակով կայացված ցանկացած որոշում, եւ ես այն մարդը չեմ, որը որևէ կերպ կարող է միջամտել այդ հարցերին։ Տեսակ եք հայտնելու հետ կապված, որովհետև զգում եք, որ որոշակի ոչինչ չեք ասում։ Դուք արդյոք կաշկանդված եք ստույգ հայտնելու այն հարցի պատասխանը։ Կներեք, բայց կարծում եմ իմ կաշկանդված լինել կամ չլինելու հետ կապված նույնիսկ որևէ հարց չպետք է առաջանար այն պայմաններում, որ մեր կրոնական կազմակերպությունների ինքնավարության միջամտության, այդ թվում հայ առաքելական եկեղեցու ինքնավարությանը միջամտելու հետ կապված երևի նույնիսկ որևէ միջազգային կազմակերպություն չի խոսել, երևի թե միակ պաշտոնական աղբյուրը ով խոսել է ընդհանրապես կրոնական կազմակերպության ինքնավարությանը միջամտելու մասին, դուք կարող եք իմ հրապարակային բոլոր հայտարարությունները եւ ելույթները նաեւ կարդալ եւ սրա վերաբերյալ պատկերացում կազմել, մենք սրա մասին կարող ենք հետո շատ ավելի մանրամասն հարցազրույց վարել, շնորհակալ եմ շատ։